ինչ ասեմ, տրադիցիա համաձայն վերջում պետք է ասեմ Ժորժան ավելի պակաս կներեք։ Իսկ ուր է շտապում Վլադիմիր Վարդանյանը, որ իր գլխավորած հանձնաժողովի անդամներին հրաժեշտ է տալիս։ Դեռ պարզ չէ, բայց падգամավորը վստահ հեռանում է։ Հանրապետության նախագահ առաջադրել է իմ տեխնատությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Հանրապետության նախագահն 8 տարվա քպական Վարդանյանին չի նշանակել, ընդամենն առաջադրել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի պաշտոնում, ու որ Վարդանյանը հասնի այդ պաշտոնին, պետք է ազգային ժողովում ընտրություն լինի, ու փակ գաղտնի քվեարկության արդյունքում նա դատավոր ընտրվի։ Ընտրության օրն անգամ հայտնի չէ, բայց Վլադիմիր Վարդանյանն այսօր ավարտեց հրաժեշտի արարողությունը։ Օգտվելով առիթից նաև ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ հանձնաժողովի անդամներին, բոլոր իմ գործընկերներին, որ այս ընթացքում շատ ակտիվ համագործակցություն է իրականացել հանձնաժողովի հետ։ Падգամավորի հիմնավոր հրաժեշտից նույնիսկ հանկարծակի եկավ նրա թիմակիցը։ Չարժեր շտապել հրաժեշտ տալ, բայց լավ։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկում կար, ու որ շահերի բախում չլիներ, հանձնաժողովի նախագահ Վարդանյանը աթոռը զիջեց փոխնախագահ Ջուլհակյանին ու ինքն էլ իր կարգավիճակը որակեց անցումային։ Падգամավորն էլ բաժանման խոսքերի արանքում նշեց, ազգային ժողովի որոշումից է կախված իր ընտրվելը, բայց կանգ չառավ։ Եթե ինչ-որ եղանակով, ինչ-որ ժամանակահատվածով, ինչ-որ փուլում, ինչ-որ վարքագծի որույթը տեսակ չի համապատասխանում ձեր ակնկալիքներին, հավատացնում եմ դա չի եղել որույթը եղանակով դիտավորությամբ կամ չարամտության արդյունք։ Վլադիմիր Վարդանյանը շատ մանկական միամտությամբ փաստորեն ամբողջ ծրագիրը իշխող ուժի բան է արել, այսպես պարզել է, բացահայտել է, չի դիմացել, գործընկերներն էլ հաջող է արել, որովհետև ֆորմալ բան են գրում այդ փակ գաղտնի քվեարկությունները։ Իրենց դեպքում ընտրություններ չեն, իսկապես նշանակումներ են, եւ եթե նկատել եք, վերջի շրջանում այդ ձևականություններից արդեն զերծ են։ Իշխանության թեկնածուն նույնիսկ ձևական կողմն էլ չի պահում, որ քվեարկության արդյունքները կանխորոշած չեն, ասում է ընդդիմադիր падգամավոր Քրիստինե Վարդանյանը, նրան չի զարմացրել ԿՊ-ի թեկնածուի վաղաժամ հրաժեշտը։ Զվարճացնում է հերթական անգամ, հիշեցնելով են հայտնի խոսքը, որ դատավորը ծախված է, վաճառված է, խաղն էլ ծախված է, այն առումով, որ ընտրության արդյունքները պարզ են ընտրությունից առաջ, բոլորը գիտեն, որ առաջադրել են թեկնածու, գալու է, կապ չունի ինչ է խոսելու, ինչ հարց են տալու, ինչ հանրային արձագանք է ունենալու, SMS-ը գալու է, իրեն ընտրելու են, որովհետև այդպես են որոշել, որովհետև Սահմանադրական դատարանը էլ ավելի պիտի ենթարկվի իրեն։ Բաժանման խոսքերից հետո լրագրողները փորձեցին լսել Վլադիմիր Վարդանյանին, որ 6 օր է ԿՊ-ական չէ։ Շատ հարցեր ունեին, բայց թեկնածուն հրաժարվեց անցումային փուլում մեկնաբանություններից։ Այս անցումային կարգավիճակում որևէ մեկնաբանություն չեմ տալու։ Իսկ Ազատությունը փորձում էր այս հարցի պատասխանը լսել։ Ինչպես ստացվեց, որ հանրապետականին քննադատող ԿՊ-ն էլ գնաց նույն ճանապարհով, 8 տարվա կուսակցականին խորհրդարանից որոշեց Սահմանադրական դատարան գործ ուղղել։ Ես շնորհակալություն ըմբռնման համար, հարգելի գործընկերներ, մենք խոսում ենք նաև լրատվական էթիկայի կանոնների, չէ, ես ձեզ ասեցի, որ մեկնաբանություն չեմ տա։ Իշխանության գալուց հետո ԿՊ-ն նաև կուսակցական կապերի պատճառաբանությամբ էր փորձում նախկին դատավոր Հրայր Թովմասյանին հեռացնել Սահմանադրական դատարանից։